Ողջույն Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է, շարունակում ենք հետևել ամբողջ շաբաթ տեղի ունեցող քաղաքական կարևորագույն իրադարձություններին։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանին։ Ողջույն, պարոն Այվազյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ ես էլ հրավիրելու համար։ Պարոն Այվազյան, հաղորդումը հիմնականում շաբաթվա ամբողջ քաղաքական եւ սոցիալական անցուդարձին է նվիրված, վերլուծում ենք եւ քննարկում ենք միգուցե ինչքան որ հնարավորություն ունենք մեզ համար ժամանակի տրված մեջ իհարկե Հայաստանի անվտանգային խնդիրների մասին սկսենք առաջինը, քանի որ բառացիորեն 2 օր առաջ Արման Թաթոյանը միասնության թևեր շարժման համակարգող, այսպես շատ պատկերավոր քարտեզներով, արդեն շատ կոնկրետ ցույց տվեց, որ ադրբեջանական ուժերը տեղակայվել են, Հայաստանում նոր ներխուժում է գրանցվել, սակայն Հայաստանի իշխանությունները դրա մասին լռում են կամ առհասարակ, ինչը շատ ավելի ծիծաղելի կհնչեր, չեն իմանում դրա մասին։ Խոսքը գնում է նաև այն մասին, որ ադրբեջանցիները սահմանի մոտ թաքստոցներ են անգամ կառուցել, որ հսկեն մեր գյուղերը։ Իշխանական падգամավորներն իհարկե Թաթոյանի ասածները կեղծիք համարեցին, անվանեցին, Թաթոյանին ստախոս որակեցին, այսպես ինչ եք կարծում, եւ տարբեր կողմեր հակասական հայտարարություններ են անում եւ մարդկանց մոտ էլ, անգամ փորձագետների մոտ էլ է հարց առաջանում, լավ, ինչ մեթոդներով են առհասարակ փորձում ճշտել իրականությունը կամ գոնե ռազմական փորձագետները ինչպես են կարողանում ճշտել այդ հայտարարությունները, այդ քարտեզները, կարող են նման հայտարարությունները լինել տեղեկատվական պատերազմի մաս եւ ինչպես տարբերել իրական վտանգը այդ քարոզչությունից այս պահին։ Ճիշտն ասած, այնինչ ես տեսա Արման Թաթոյանի ներկայացրածի մեջ, բավականին համոզիչ էր, ես չեմ տեսել հերքման հիմքերը, որոնք են, պետք է ստուգել եւս մեկ անգամ գուցե թե, բայց այնինչ տեսա համոզիչ էր եւ ընդհանուր առմամբ համընկնում է Հայաստանի իշխանությունների այն կապիտուլյացիոն ընդհանուր ընթացքի հետ, ինչ որը մենք տեսել ենք արդեն 2020 թվականի նոյեմբերի 9-ից, կամ գուցե նույնիսկ ավելի վաղ, երբ ադրբեջանական զորքերը առաջ էին գալիս Նախիջևանի տարածքից եւ այդ մասին դարձյալ չէին հայտնում մեզ, դարձյալ որևէ հակաքայլեր եւ հակազդեցություն չէր գրանցվում, չէ՞ որ կիլոմետրերով առաջ եկան 2018-19 թվականներին մինչև 2020 թվականից սկսվելը։ Այնպես որ չէ, հենց 18-ից հետո այդ առաջխաղացումը գրանցվեց դեպի Երազ, դեպի Արենի, այն ժամանակ արդյոք եղավ այդ մասին որևէ խոսակցություն, ոչ, դարձյալ ասում էին խնդիր չկա եւ այլն, այնինչ այդ նրանց առաջխաղացումը անմիջապես վտանգի տակ դրեց մեր մի շարք գյուղերը, հետագայում տեսանք ինչպես Երասն են գնդակոծում, տեսանք նաեւ Արենիի վրա ինչքան են մոտեցել եւ այլն, այնպես որ միանգամայն այսպես հավանական հավաստի տեղեկություններ էին. Եվ այդ առումով պետք է խոսել նաև այն մասին, որ առհասարակ Հայաստանի իշխանությունները Հայաստանի սահմանամերձ շրջաններ, ինչպես նաև դա նշանակում է ամբողջ Հայաստանի անվտանգության հարցերին նայում են այսպես մատների արանքով։ Այս լճի մոտ առաջ եկան ոչինչ, այն բարձունքը, որ ունի գրեթե ռազմավարական նշանակություն վերցրեցին իշխանասարի վրա, ոչինչ խնդիր չի, Ջերմուկի մոտ առաջ եկան, ոչինչ, այսինքն հասկանում եք, սա նշանակում է, որ երբ ասում ենք Հայաստանի գործող իշխանություններ, միշտ պետք է հիշենք, որ նրանք ընդհանրապես դրածոներ են եւ խամաչիկներ են, այսինքն ինքնուրույն, անկախ քաղաքականություն այսօրվա Հայաստանի կառավարությունը չի վարում, այլ կատարում է այն, ինչ թելադրում են արտաքին ուժերը, իսկ այդ արտաքին ուժերը այսօր Հայաստանին ղեկավարում են արդեն, ինչպես մենք տեսնում ենք, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով, այսինքն ավելի մեծ ուժերը հանձնել են Հայաստանի այսպես ուղղորդումն ու ղեկավարումը Ադրբեջանին եւ Թուրքիային, այնտեղից են ուղղակիորեն հանձնարարությունները գալիս, ինչպես տեսանք նաեւ եկեղեցու դեմ հարձակման հարցում եւ մնացած մի շարք հարցերում դասագրքերում արդեն այսպես
հանելով այն ռազմահայրենասիրական խնդիրները, փորձելով այսպես անել, բանակում գնդերեցների այդ հրաշալի կառույցը վերացնելով, դա որտեղից է այդ հրամանները որտեղից են գալիս։ Բնականաբար գալիս են Ադրբեջանից եւ Թուրքիայից եւ նրանք չեն էլ այնտեղից թաքցնում։ Տեսել ենք թե Փաշազադեն ինչպես է խոսել հայոց եկեղեցու մասին եւ գիտենք էլ ընդհանրապես թե ինչպես են թուրքերը Թուրքիայում տասնամյակներով ցեղասպանությունից հետո վերաբերվել հայոց եկեղեցու գործունեությանը, այնպես որ որևէ զարմանալի բան չկա սրանում։ Նույնն էլ միանգամից ասեմ, ամենակարևոր հարցը վերաբերում է այս թրիփի ծրագրին, այս թրիփ Թրամփի ուղի ծրագրին, որը նույնպես Հայաստանի ինքնիշխան տարածքի անեքսիա եւ արգրավում է 99 տարով իբր, այնինչ իրականում հավերժ, եթե իրագործվի, եթե այդ թղթի վրա ստորագրվածը կյանքի կոչվի, ուրեմն Հայաստանը զրկվելու է այդ ամբողջ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհներից, քանի որ այնտեղ բացառիկ իրավունքներ են տրված Միացյալ Նահանգներին կատարելու եւ իր ուզած ձևով շինարարությունը եւ անվտանգության անձնակազմ բերելու եւ ուրեմն ընդլայնելու իր գործունեությունը տարբեր ուղղություններով, որոնց մասին մենք հիմա նույնիսկ այսպես ամբողջական պատկերացում չենք կարող ունենալ, թե ինչպես կարող է ընդլայնվել այդ թրիփը։ Իսկ հիմա տեսնելով թե ինչ է կատարվում Իրան, Միացյալ Նահանգներ եւ Իսրայել պատերազմում, հասկանալի է դառնում, որ այս թրիփ ծրագիրը Հայաստանի գլխին կախված դամոկլյան սուր է, որը նման տարածաշրջանային պայմաններում պարզապես պայթելու է մեր գլխին, կասկած չկա, ընկնելու է մեր գլխին, որովհետև տեսնում եք, պատերազմ է արդեն Միացյալ Նահանգների այսպես դաշնակից Պարսից ծոցի պետությունների միջև եւ Իրանի, այսինքն Իրանը հարվածում է այնտեղ, որտեղ կան ամերիկյան շահեր, իրենից հարյուրավոր կիլոմետր հեռու տարածքում, այնինչ թրիփը եւ այդ Թրամփի ուղին հենց Իրանի սահմանին 1 կիլոմետրի, 2 կիլոմետրի, 5 կիլոմետրի վրա գտնվող տարածք է, որտեղ լինելու են հենց ամերիկացի անվտանգության անձնակազմ, այսինքն Հայաստանը ներգրավվելու է, եթե ոչ այս տարի, եթե ոչ մյուս տարի, անպայման, որովհետեւ այս պատերազմը հենց այնպես չի անցնելու, խաղաղությունը կես տարի հետո, մի տարի հետո ամենայն հավանականությամբ չի տիրելու այս տարածաշրջանում եւ խնդիրները Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև մնալու են այնպես որ այսինքն ներողություն ստացվում է եթե այս պահին ամերիկյան անձնակազմ կոնկրետ թրիփի մասին է խոսքը մեզ մոտ չկա դե բնականաբար Իրանն էլ հայտարարել որ խփում է կոնկրետ այդ հատվածներին որտեղ ռազմականներ կան որտեղ ամերիկացիներ կան անգամ հաշվի չառնելով դա ռազմական է անգամ հյուրանոց է թե այնտեղ կա ռազմական ներկայացուցիչ կետային այդտեղ է հարվածում Իրանը բայց հաշվի առնենք այն փաստը որ այս պահին չկա ամերիկյան անձնակազմ թրիփում այսինքն այս պահին կարող ենք խոսել որ ինչ որ առումով անվտանգ ենք այսպես տենց ճակերտավոր իհարկե քանի դեռ չկա ավելի անվտանգ է մակարդակով բայց մնացած առումներով բնականաբար հիմա դրանք անդրադառնում այո հարաբերականորեն իհարկե անվտանգ են եթե այսօր այդ թրիփը արդեն մասամբ գործեր այնտեղ տեղակայված լիներ ամերիկյան այսպես կոչված անվտանգության անձնակազմ որը նշանակում է զինված ջոկատներ մենք չգիտենք ինչ մակարդակի զինված ջոկատներ եւ ինչ թվականակով զինված ջոկատներ այսինքն ամերիկյան զորք կարող է լինել օրինակ 1000 հոգուց բաղկացած կամ 2000 պարզ է որ բոլորին հարվածելու էր այսինքն թիրախավորվելու էր Հայաստանը Հայաստանի տարածքը բնականաբար մեր բնակիչները անիմաստ տեղը մենք այսպես գնալու էինք զոհաբերության ինչ որ չգիտես ում նպատակներով միայն տուժելու ենք այսօր այդ ծոցի երկրները արաբական այդ միապետությունների նույնիսկ վերնախավը որը սերտորեն կապված է Միացյալ Նահանգների եւ արևմտյան բոլոր վերնախավային կառույցներին նրանք են սարսափելի դժգոհ Միացյալ Նահանգներից նախ որ իրենց ներքաշեց Իրանի դեմ պատերազմի մեջ, որ իրենց շահերից բոլորովին չէր բխում, եւ երկրորդ որ չկարողացավ իրենց պաշտպանել։
այնինչ նրանք վստահ էին, որ Միացյալ Նահանգների ուրեմն հակաօդային պաշտպանության միջոցները, զորքերը եւ այլն, այնինչ Միացյալ Նահանգների ռազմաբազաները այսօր դատարկվել են կամ դատարկվում են, մի մասը արդեն դատարկվել է, ինքնաթիռները հեռացել են առհասարակ տարածաշրջանից, հակաօդային միջոցները սպառվում են կամ արդեն սպառվել են որոշ տեղերում։ Տեսեք 3 կամ 3 չի առաջ օրը Արաբական Էմիրություններում ապրող եւ գործող մի միլիարդատեր շատ հայտնի, որը լրիվ Արաբական Էմիրությունների այդ ղեկավարության հետ միասին այսպես establishment-ի անդամ է, մի շատ խիստ նամակ էր գրել Թրամփին, որ դու ինչու մեզ ներքաշեցիր, ինչ իրավունքով եւ այլն, հարցեր այսպես բազմաթիվ հարցադրումներով նամակ էր։ Այնպես որ եթե նրանց չկարողացավ պաշտպանել, այնինչ այնտեղ ուներ մեծ շահեր, եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ ռազմական շահեր, ինչպես է պաշտպանելու Հայաստանը, Միացյալ Նահանգները իրանական հարձակումներից կամ թեկուզ ադրբեջանա-իրանական, ադրբեջանա-թուրքական, այսպես ասենք, հարվածներից չունի ոչ այդպիսի շահագրգռվածություն, որտեղ Հայաստանում նման շահեր Միացյալ Նահանգներ տնտեսական ռազմավարական այդ աստիճանի որքան այնտեղ չունի մեկ եւ ցանկություն էլ չունի, հնարավորություն էլ չունի։ Եվ մի բան էլ ասեմ, որը այս առումով շատ կարևոր է։ Տեսեք, շատ ողջավորված են Հայաստանում այդ տեղեկությունների մեծ բազաները, որ Միացյալ Նահանգները պետք է ստեղծի Հայաստանում, ներդրումներ եւ այլն, իսկ Հայաստանում մեկ ուշադրություն դարձրել է այն փաստի վրա, որ հենց այդ բազաները ենթարկվել են հարձակումների ծոցի երկրներում 2, 3, 4 նմանատիպ բազա խոցվել են արդեն, ոչնչացվել են, չեն հասկանում ինչի մասին է խոսք, այսինքն պիտի մարդիկ մի քիչ անվտանգության հարցերով գրագետ լինեն եւ առավել եւս պատասխանատու լինեն անվտանգության հարցերով, մի քիչ առաջ նայեն, հասկանում եք, մեզանում այս խնդիրը այնքան սուր է դրված, մի կողմից անգրագետ են, պարզապես անգրագետ են անվտանգության եւ ռազմավարական հարցերում, մեր ղեկավարությունը սարսափելի անգրագետ, մյուս կողմից սարսափելի անպատասխանատու է, բացահայտ դրածոներ են, հասկանում եք, որոնց մի քանի տարի հետո որ ասես, ախր դուք այսպես ասեցիք, այսպես եղավ, այս ոնց պատահեց մի հիմարություն դուրս կտան։ Լավ բան է, Վասյան, եկեք անցնենք հենց Իրանի պատերազմի ռազմավարությանը, իրականում հասկանանք այս պահի դրությամբ այնտեղի չէ կատարվում, չնայած ժամ առ ժամ, րոպե ինֆորմացիան լցվում է եւ ամեն ինչ փոխվում է շատ արագ։ Միացյալ Նահանգների ու Իսրայելի հարվածներից հետո Իրանը իսկապես գոյատևման հիմա խնդիր ունի, այդ մարտահրավերի առաջ է կանգնած ու պետք է հասկանանք որն է այս պահին Իրանի մարտավարությունը, այդ երկարաշունչ, այսպես sense ռազմական գործողությունները, այսինքն պատերազմական գործողությունները, որ կարող է հյուծել այդ հյուծիչ պատերազմը, թե էլի ինչ որ կայծակնային բաներ կանի, կկազմակերպի Իրանը ու sense միանգամից կավարտվի, որովհետև ոնց հասկանում ենք, ոչ մի տեսակի դիվանագիտական, այսպես խողովակներ այս պահին չեն աշխատում, ապա խոսակցություններ եղան, փորձում են Իտալիայով, բայց հերքեցին, հիմա Ռուսաստանը երեք առաջարկեց, ասաց ընդամենը մեկ թուղթ է, եկեք ամեն ինչ անենք, հրադադար հայտարարենք, Լավրովը խոսեց, բայց դրան էլի մանրամասն կանդրադառնանք Իրանի ռազմավարությանը Իրանը իր ռազմավարությունը շատ երկարատև է մշակել։ Չհաշված այդ վրեժի պահ, այդ նահատակների պահը։ Դա ռազմավարության մի մաս է, սկսած 2003 թվականից, երբ Միացյալ Նահանգները ներխուժեց Իրաք, մինչ այդ էլ 2001-ին երբ գրավեց Աֆղանստան։ Այդ ժամանակից սկսած Իրանում շատ անհանգստացան, որ կարող է պատերազմ սկսել Միացյալ Նահանգները նաև Իրանի դեմ։ Եվ բացի դրանից այն ժամանակ էլ հայտարարեցին այդ մասին Միացյալ Նահանգներում։ Այն ժամանակվա ուրեմն ղեկավարներից մեկը Դիկ Չեյնին Միացյալ Նահանգների շատ պարզ ասեց, որ մենք պետք է Իրանին էլ ուրեմն խեղդենք, գրավենք, չգիտեմ ինչ անենք եւ այլն։ Սպառնալիքներ հնչեցին եւ Իրանում ասացին լավ, եթե այդպես է, սկսեցին մշակել իրենց ռազմավարությունը, որը հիմնվում էր մի քանի գլխավոր այսպես զսպիչ հանգամանքները զարգացնելու վրա, որոնք էին առաջինը, քանի որ Իրանը չուներ ավիացիա եւ չէր կարող ունենալ ավիացիան բավականին բարդ, ուրեմն դաշտ է զարգացման տեխնոլոգիական առումով ամբողջությամբ պատժամիջոցների տակ էր իր ավիացիան
թույլ է մինչև 1979 թվականը այդ հեղափոխությունը ինչ ուներ, հիմա որոշ բաներ ստացել է Ռուսաստանից, բայց դրանք շատ չեն թվականակով, սուեր է ստացել, միգեր է ստացել, բայց դրանք շատ չեն։ Ուրեմն շեշտը դրեց հրթիռների եւ ԱԹՍ-ների վրա։ Եվ այսօրվա դրությամբ Իրանի ունեցած հրթիռների եւ ԱԹՍ-ների զինանոցը այս ամբողջ տարածաշրջանում ամենամեծն է եւ փաստորեն նա բավականին ճիշտ հաշվարկ կատարեց, այսինքն ավելի էժան միջոցներով ձեռք բերեց հզոր ռազմական գործիք, որի վրա ժամանակին մյուս պետությունները քիչ ուշադրություն դարձրեցին, շատ ավելի քիչ, եւ հիմա Իրանը կարողանում է հենց այդ ԱԹՍ-ներով եւ հրթիռներով կատարել այն հարձակումները, որ մեր աչքի առաջ են, որ թվում է թե ինչպես կարող էր, այսպիսի հզոր հարվածներ ստանալուց հետո 6 օր է ռմբակոծվում են, բայց հարվածները չեն դադարում, թեև հայտարարում է Ամերիկա-Իսրայելյան կողմը, որ կայանքները ոչնչացրեցին, Իսրայելն ասել էր 12 կայանք է մնացել ընդամենը, բոլորը ոչնչացրել են, բացարձակ անհեթեթություն է, 3 Թրամփը, թե ոնց որ Թրամփն էր հենց հայտարարեց, որ 58% ենք ոչնչացրել այդ կայանքների, ուրեմն եղավ արդեն ոչ 12, այս թիվը արդեն իսկ Իսրայելի եւ Ամերիկայի գնահատականը այսպես չհամաձայնեցին իրար հետ, ոչ, այնտեղ այդ ամեն ինչը արդեն վաղուց մցված է գետնի տակ, հենց դա էլ մյուս speech այսպես գործոններից մեկն էր, որպեսի հեշտությամբ գետնի վրա չոչնչացնեն ռազմական օբյեկտները։ Իրան այն ժամանակվանից սկսեց կառուցել ստորգետնյա ռազմաբազաներ, որտեղ տեղակայում էր իր ԱԹՍ-ները, իր հրթիռները, բալիստիկ եւ թեւավոր տարբեր տեսակի, տասնյակ տեսակներ կան եւ բալիստիկ հրթիռների եւ մի քանի տեսակ թեւավոր հրթիռների տասնյակ տեսակներ, ԱԹՍ-ների թոփ էին կիրառել, թե ԱԹՍ-էին, հադիդ Այո, ունեն սեփական միջոցներն էլ ունեն, թե որքանով են դրանք արդյունավետ համեմատած մյուս ժամանակակից միջոցների հետ 100%-ով չեն կարող ասել, բայց աշխատում են բազմաթիվ ԱԹՍ-ներ, իսրայելյան եւ ամերիկյան արդեն խփել են, բավական թանկ ԱԹՍ-ներ։ Ուրեմն սա է, որ չկարողացան Իրանին անմիջապես խեղճացնել, գումարած բանակի կառուցվածքը Իրանի, որ բաղկացած է եւ բում բանակից, պես ավանդական բանակից, իր կառույցներով, այո, զորատեսակներով տարբեր եւ այլն, ավիացիա եւ այլն, նավատորմից, թեև նավատորմի մեծ խոշոր նավերը արդեն հասցրել են ոչնչացնել, այդտեղ գուցե Իրանից խաղալներից մեկն էր։ Իմաստ գուցե չուներ իրենց համար կենտրոնանալ խոշոր նավերի կառուցման վրա, քանի որ դրանք հեշտությամբ դառնալու էին թիրախ։ Իսկ եւ ամենակարևոր այսպես բաղկացուցիչ մասը դա գաղափարականացված ամուր մի առանձին բանակի ստեղծումներ, այսպես կարելի ասել գվարդիայի, որը մի առանձին բանակ է դարձյալ իր զորատեսակներով իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մասին եմ ասում։ Սրանք բոլորը աշխատում են եւ ունեն մեծ աշխարհազոր։ Այ մի բան, որ ես տարիներ շարունակ ասում եմ, Հայաստանի ժողովուրդը պետք է գլխովին զինված լինի եւ կազմակերպված աշխարհազորային միավորների մեջ, որովհետեւ մենք մեր թշնամիները մեզ գերազանցում են իրենց ռեսուրսներով, բանակով եւ այլն, բայց եթե դու կարողանաս ամբողջ ժողովրդին կազմակերպել պատերազմի ժամանակ եւ ժողովուրդը գա կանգնի բանակի թիկունքում, ինչը հնարավոր է, այդ դեպքում քո թշնամիները 10 անգամ պիտի մտածելուց հետո էլ չպետք է ուրեմն իրենց քայլերը կատարեն այնպես ինչպես կատարում են։ Տեսեք Հեզբոլահի պահը։ Հեզբոլահը պետական կառույց չէ, աշխարհազորային, կիսաաշխարհազորային, կանոնավոր տիպի զինված ուժեր են։ Իսրայելը չի կարողանում առաջանալ Լիբանանում խորանալ, չի կարողանում, որովհետև այդ ուժերը գաղափարականացված են, այդ ուժերը շատ մոտիվացված են, լավ մարզված են եւ բաղկացած են տասնյակ հազարավոր մարտիկներից։ Մեզանում մահապարտ մարտիկներ։ Այո, մեզանում դե մենք էլ մահապարտ ժողովուրդ պետք է լինենք, հասկանում եք, սա կատակ խոսք չի, այսինքն այդպես էլ կա, մենք այստեղ որ ապրում ենք,
Ես, դուք, մյուսները իրականում մահապարտներ են, որովհետև հազար ու մի թշնամիների մեջ ենք, մեր թշնամիներն էլ մեզնից ուժեղ են։ Հիմա այս մահապարտ վիճակից մեզ խորհուրդ է տալի այսօրվա իշխանությունը եւ որոշ գաղափարախոսներ նրա, որոնք ապրում են Հայաստանից դուրս, ասում են, գիտեք ինչ կա, եկեք հրաժարվենք նույնիսկ մեր ինքնությունից։ Այ վերջին հաղորդման ժամանակ ես տեսա Ժիրայր Լիպարիցյանն էր, որը բնակվում է Միացյալ Նահանգներում, շատ կարճ ժամանակում Հայաստան է եղել, ես էլ անձամբ նրա հետ ժամանակին աշխատել եմ արտգործնախարարությունում, նախագահական աշխատակազմում, բայց այնինչ ինքը ասեց, փաստորեն ինքը իր դեմել էր գնում Պետրոս Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ, ասաց, որ մենք պետք է հրաժարվենք մեր ինքնությունից, գրեթե բացահայտ ասաց, մեր ինքնությունը 200 տարի է պաշտպանում ենք, դրա համար այսքան կորուստներ ենք կրել։ Ինչ է նշանակում հրաժարվել ինքնությունից։ Նշանակում է, այսինքն չպետք է պաշտպանենք, նշանակում է հրաժարվենք մեր պատմությունից, հրաժարվենք մեր լեզվից, մեր, չգիտեմ, հիշողությունից, մեր հարազատներից, մեր պապերից, մեր հերոսներից, մեր նահատակներից, հրաժարվենք, դառնանք ինչ։ Ինչ պիտի դառնա հայը, եթե այստեղ հրաժարվի այդ ամեն ինչի։ Պիտի դառնա թուրք, որովհետև ուրիշ բան չկա, այստեղ մեզ շրջապատում են թուրքերը, մենք վրացի չենք կարող դառնալ, պետք էլ չի իհարկե, պարսիկ չենք դառնալու, Պարսկաստանն էլ նման ձգտումներ չունի Հայաստանը կլանելու, ոչ էլ ռուս կարող ենք դառնալ, Ռուսաստանն էլ այստեղ այդպիսի ուժ չունի, որպեսի գա լցնի, բայց թուրքերը կարող են գալ եւ լցվել, ինչը եւ դրել են իրենց նպատակը։ Հիմա փաստորեն արդեն բացահայտ հմեկով տարվեց քարոզ իշխանական գաղափարախոսական թևի կողմից արդեն բացահայտ, որ մենք պետք է հրաժարվենք մեր ինքնությունից։ Սա գիտեք ինչ է, սա բացահայտ ուրացում է, ուրացումն ինչ է, ուրացումը դավաճանություն է։ Նույն Ժիրայր Լիպարիցյան իր ամբողջ կյանքը ապրել է որպես հայ։ Դե թող այն ժամ այնտեղ որոշում ընդուներ, ասեր ես հրաժարվում եմ իմ ինքնությունից Միացյալ Նահանգներում, դառնում եմ ամերիկացի, չեմ հայտարարում, որ ես հայ եմ։ Հայտարարում եմ, որ ես ամերիկացի եմ, հետո ինչ որ անուն ազգանունս Ժիրայր Լիպարիցյան է։ Հասկանում եք, ես ամերիկացի եմ, հայերին կարող եմ դիմել որպես ամերիկացի, ոչ թե որպես հայ։ Հասկանում եք, մենք մեծ վտանգների առջև ենք կանգնած այս իրավիճակում, որովհետև իրականում պետականազուրկ ազգ ենք, այն պետությունը, որը ունենք, ես այս բառը շատ եմ օգտագործում, որպեսզի մեր ժողովուրդն էլ պետք է հասկանա, իդեպ մենք վաղուց ենք պետականազուրկ, Հայաստանը վաղուց է գտնվում այսպիսի ծանր վիճակում, երբ պետությունը չի պաշտպանում անվտանգության ամենակենսական շահերը։ Սա միայն Նիկոլ Փաշինյանի օրոքի հարց չէ, առաջ էլ մեծագույն խնդիրներ ունեինք մենք այս ազգային դաշտում, այնպես որ շատ մեծ խնդիրներ կան մեր առջև կանգնած, որոնք եթե չլուծեցինք, կամ պետք է Հայաստանը դատարկվի, կամ պետք է Հայաստանում մնացած մարդիկ թուրքանան։ Այս հարցը դրված է բավական լուրջ եւ իրատեսական հարց է, պետք չէ սրա վրա դարձյալ ասեմ մատների արանքով նայել։ Պետք է դիմադրենք։ Առանց դիմադրության որևէ խնդիր չի լուծվի։ Դիմադրելու համար պետք է ստեղծել մի բան կա, շատ հստակ ձևակերպված բան կա։ Ազգ բանակ կոնցեպտը, սա ոչ թե Հայաստանում է մշակվել այս կոնցեպտը, սա մշակվել է ժամանակին Շվեյցարիայում, սա մշակվել է Իսրայելում, Ֆինլանդիան ունի որոշակի նմանատիպ կառույց եւ ամենակարևորը մենք ենք ունեցել նման կառույցներ։ Այս գիրքը, որ տեսնում եք, այս գրքի մեջ նկարագրված է, թե ինչպես 1720-ական թվականներին Դավիթ Բեկի ժամանակաշրջանի մասին է խոսքը։ Արցախում եւ Սյունիքում հայերը ստեղծել են հենց այդ ազգ բանակ մոդելով պետական կազմավորումներ, անկախ պետական կազմավորումներ, որոնք չէին կոչվում թագավորություն, բայց դրանք անկախ իշխանապետություններ էին։ Այն ժամանակվա հայկական զինված ուժերը կառուցված էին ճիշտ ու ճիշտ եւ այդ կառույցը ամբողջովին զինված էր ժողովուրդը։ Մի մասը աշխարհազորային տարբերակով, մյուս մասը կանոնավոր զորք էր։ Եվ դրա շնորհիվ նրանք կարողացան 10 տարուց ավել դիմադրել թշնամիներին։ Այսօրվա պայմաններում մեզ նույնն է պետք, պարզապես մեր իշխանությունները ցավոք սրտի այդ ճանապարհով չեն գնացել, այնինչ պետք էր այդ ճանապարհով գնալ 1991 թվականից սկսած։ Մենք սարսափելի ուշացել ենք։
Քանի որ ինքնությունից խոսեցիք, եկեք այս կոնտեքստում, իրանական կոնտեքստում կցանկանայի բացել էլի Արցախի հարցը, որովհետև հայկական Արցախը տարածաշրջանի հավասարակշռության կետն էր ու դա անխոս այդպես էր, բոլորն են դրա մասին ասում, Արցախը պայթեց ու տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներում հիմա տեսնում ենք, որ հերթով ամեն ինչ պայթում է, այսպես քիչ-քիչ այդ դոմինոյի էֆեկտով Արցախից հետո նորից շարունակվում է։ Եթե այդպես էր ու մենք հասկանում էինք, որ Արցախը այդ հավասարակշռության կետն էր մեր, ապա դրա վերացումը, այդ ուժային վակուումը չբացեց արդյոք, պարոն Այվազյան, որ գոնե Թեհրանը, որ միշտ հայտարարում էր կարմիր գիծ, մենք այստեղ Թեհրանի դերակատարումը ինչպես նկատեցինք, այսինքն Իրանը ինչ դերակատարում ունեցավ կոնկրետ այդ պահին, միայն հայտարելով, որ մեզ համար կարմիր գիծ է Հայաստանի ինքնիշխանությունն, ամբողջականությունը, բայց Արցախի պարագայում, որը լուծվեց ուժով միայն, ոչ մի դերակատարում չնկատեցինք։ Ցավոք սրտի, ես կարծում եմ դա մեծ սխալ էր իրանական ղեկավարության կողմից էլ, Ռուսաստանի ղեկավարության կողմից էլ մեծագույն սխալներ էին, որ թույլ տրվեց Արցախի անկումը, նրանք չմիջամտեցին որևէ այնպիսի կերպ, որ դա կանխեին։ Իրանը թերևս կարծում էր, ես ենթադրում եմ, որ Արցախի գրավումից հետո Ռուսաստանը, քանի որ արդեն իր զորքերն էր այնտեղ տեղակայել, Ռուսաստանի դիրքը այս Կովկասում ոչ թե թուլանում է, այլ ուժեղանում է, այսինքն Ռուսաստանը եւ Հայաստանում է զորքեր տեղակայել, եւ Ադրբեջանում է, փաստորեն Ադրբեջան ասելով, նրանք արդեն Արցախը համարում են, այնտեղ էլ է տեղակայել զորքեր, ուրեմն իրավիճակը կայուն կմնա այս Կովկասում, բայց նրանք չհաշվարկեցին, որ Ռուսաստանը հեռանալու է եւ դրանից հետո Հայաստանը հայտնվելու է արդեն առհասարակ ոչնչացման վտանգի տակ։ 21 թվականին նրանք արդեն հասկացան իրավիճակը, նախազգուշացրեցին Ադրբեջանին Սյունիքի դեմ կամ Հայաստանի դեմ խոշորածավալ հարձակում կատարելու առումով եւ ամրապնդեցին իրենց նախազգուշացումները կոնկրետ քայլերով, մեծ զորավարժություններ անցկացրեցին, որ երբեք Ադրբեջանի սահմանների նման զորավարժություններ չեն եղել, հենց Պահապանների կորպուսը իր զրահատեխնիկայով, մնացածով, այնտեղ նույնիսկ պոնտոնային կամուրջներ գցեցին, ցուցադրելով, որ մենք կարող ենք այս կամուրջները գցել եւ արագ սահանցնել, մտնել Նախիջևան եւ այլն։ Այս ամեն ինչը արեցին եւ դրա շնորհիվ էլ Սյունիք ադրբեջանական զորքը չմտավ։ Իսկ հիմա արդեն այս պատերազմի ժամանակ իրավիճակը այնպիսին է, թե ինչպես կզարգանա պատերազմը։ Եթե Իրանը թուլացավ այն աստիճան, որ Ադրբեջանը եւ Թուրքիան բնականաբար նրանց թիկունքում կանգնած զգան, որ Իրանը այնքան է թուլացել, որ մենք կարող ենք հարվածել Սյունիքին եւ այս անգամ ամբողջությամբ գրավել, նրանք այդ քայլին կդիմեն չնայելով ոչ մի թղթի, ոչ մի պայմանագրի, ոչ մի այն Վաշինգտոնում է ստորագրված, Մոսկվայում, թե որտեղ ինչ ուզում ստորագրած չեն նայի կանեն այդ քայլը փաստի առաջ կանգնացնելով եւ մեզ եւ միջազգային համայնքին, թե միջազգային համայնքը կարծես բարձրացակապես դրան դեմել չի հանդես գա, որովհետեւ այսօր խախտվում են աշխարհում բոլոր տեսակի միջազգային իրավունքները, այդ մասին էլ ավելի վաղ հայտնել էին Ադրբեջանին նույն այդ անդրազգային ուժերը, որոնք այսօր սանձազերծում են նման պատերազմներ, որովհետև եթե հիշում եք, Ալիևը դեռ 21-22 թվականներից անդադ ասում էր, որ այլևս միջազգային իրավունքը չի գործում, գործում է ուժի իրավունքը, բայց հիմա մենք տեսնում ենք Թրամփի վարչակազմի անդամներն են նման հայտարարություններ անում, որ այլևս այն աշխարհը չկա այդ միջազգային իրավունքը եւ այլն։ Մենք Թրամփը ինքը հայտարարում է, ասում է, ինձ համար միջազգային իրավունք չկա, ես գործում եմ ըստ իմ բարոյականության, այս բառով ասում, ես այդպես եմ գործում, ինչ միջազգային իրավունք, ինչ բան, ըստ իմ բարոյականության եմ գործում։ Դե իր բարոյականությունն էլ տեսանք ինչպիսին է, խփում են տարական դպրոցներին, խփում են տասնյակ հիվանդանոցներին Իրանում, Գազայում ցեղասպանություն է իրականացվում եւ այլն եւ այլն։ Եվ ամենակարևորը դեռ չհիշենք, որ Արցախում է իրականացվել այդ ցեղասպանությունը եւ Միացյալ Նահանգները եւ մյուս դերակատարները խոշոր որևէ քայլ չարեցին կանխելու համար 10 ամիս այդ շրջափակումը շարունակվում էր, նրանք որևէ կերպ մատը մատին չխփեցին, որպեսի կանգ առնի եւ այդ շրջափակումը եւ հայերի
փաստորեն դուրս մղումը Արցախից, հասկանում եք։ Այնպես որ պետք է հասկանանք իրավիճակը եւ առաջին հերթին հույսներս գոնե այս պահին մեզ վրա վերցնենք, մենք կարողանանք առաջին շերտը անվտանգության ապահովել, որից հետո կարող են դաշնակիցները մեզ օժանդակել։ Եթե եւ այդ պահին կգտնվեն դաշնակիցներ, եթե դու ինքդ չես կարողանում քո անվտանգությունը գոնե տարական մակարդակով ապահովել, գոնե առաջին 1 ամիսը դիմադրել, քեզ դաշնակից ոչ մի տեղից էլ չի հայտնվի։ Այսինքն, պարոն Ավազյան, ճիշտ եմ հասկանում, եթե Արցախի ճակատագիրը փոխեց տարածաշրջանային բալանսը հօգուտ Թուրքիայի եւ Ադրբեջանի, ապա Իրանը, այսպես մեղմ ասած, այս պահի դրությամբ վճարում է այդ փոփոխության գինը, որպես նոր անվտանգային սպառնալիք։ Եվ Իրանն է վճարում, եւ Ռուսաստանն է վճարում։ Իրականում Ռուսաստանը, տեսեք, Ադրբեջանը Արցախից ռուսական զորքի դուրս գալուց հետո 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը, դարձավ հակառուսական պետություն եւ սկսեց խրախուսել Միջին Ասիայի թուրքախոս պետություններին, նաեւ պարսկախոս Տաջիկստանին, որպեսզի նրանք եւս իր նման հակառուսական դիրքորոշում ընդունեն։ Ստեղծվեցին այդ թուրքական պետությունների կազմակերպության լրացուցիչ ստորաբաժանումներ, այդ թվում պաշտպանության բնագավառում, անցկացվում են զորավարժություններ, անվտանգության բնագավառում եւ այլն եւ այլն։ Տեսեք, Իրանի 3 Նախիջևանի օդանավակայանի վրա այդ ԱԹՍ-ի հարվածից հետո ովքեր անմիջապես եկան Ադրբեջանին այսպես աջակցություն հայտնեցին եւ դատապարտեցին այդ քայլը։ Բացի արևմտյան պետությունից, օրինակ Ֆրանսիան անմիջապես դատապարտեց։ Թվում է թե Ֆրանսիան Հայաստանի այսպես Ֆրանսիան Հայաստանի դաշնակիցն է, բայց պարզվում է բանի Ադրբեջանի դաշնակիցն է, էլի, այդ ոնց է լինում, այդպես չի լինում, որ համ նրա դաշնակիցն է, համ նրա, ինչպես ռուսների դեպքում է, ռուսներն էլ մենք եւ Հայաստանի դաշնակիցն ենք, եւ Ադրբեջանի դաշնակիցն ենք։ Մարիա Զախարովան ասել էր, չէ՞, մենք այսօր Կովկասում ունենք 2 դաշնակից։ Հայաստանը եւ դե տեսեք, ձեր դաշնակիցները հիմա ինչ վիճակում են, եթե դու 2 դաշնակից ես ընտրում, դա է լինում։ Եվ առաջինը եկան անմիջապես աջակցություն հայտնեցին Ղազախստանի նախագահ, դրանից առաջ Ուզբեկստանի նախագահը, այսպես շատ խիստ դատապարտելով աջակցությունը եւ այլն հայտնելով, չեմ տեսել գուցե Ղրղստանն էլ է միացել, մյուսներն էլ, բայց այդ երկուսին գոնե հասցրեցի այս լուրերի տարափում տեսնել Ղազախստանի եւ Ուզբեկստանի նախագահներին։ Միացյալ Նահանգներն է բնականաբար ասում, որ ես Ադրբեջանի հետ մշտական կապի հետ եմ այսպիսի հարվածից հետո եւ այլն։ Այստեղ նաև պետք է մեր բնակչությունը հասկանա, այնքան ինչքան գլուխը մտցրել են այդ արևմտյան դաշնակից, տեսեք, հապկից հրաժարվեցիք, ես կլինի, Ռուսաստանից հրաժարվեցիք, այն կլինի, թե մենք չենք հրաժարվել, այդտեղ ես մի քիչ մի թեթև Նիկոլ Փաշինյանի հետ կարող եմ համաձայնվել, որ ռուսներն էլ են հրաժարվել, ոչ միայն Հայաստանն է, ռուսներն են հրաժարվեցին անվտանգին։ Այո, ասում են, որ հրաժարվեք, այդ ժամանակ արևմուտքը կգա ձեզ կպաշտպանի։ Ոչ, արևմուտքը այստեղ ունի իր շահերը, նա պետք է օգտագործի թուրքերին եւ ադրբեջանցիներին որպես իր զորք այստեղ, որտեվ սեփական զորք չի կարող բերել։ Անգլերենում բառ կա foot soldiers, ground troops կամ թե չէ, այսպես ցամաքային զորքերը իրենց, այստեղ ադրբեջանցիները եւ թուրքերն են, այս մեր տարածաշրջանում։ Այնտեղ մերձավոր արևելքում առաջի գործը կատարում է Իսրայելը, Միացյալ Նահանգների համար։ Հասկանում եք, անընդհատ ասում են Իսրայելը ղեկավարում է Միացյալ Նահանգները, այդպես չի, ոչ, իրականում այնպես է կառուցված այդ համակարգը, որ Իսրայելը ծառայում է այն թվից այս թիվը, որպես այս խոշորագույն արևմտյան ուժերի, որտեղ ոչ միայն պետք է ներառենք Միացյալ Նահանգները, այլև իր բոլոր դաշնակիցներին եւ այլն, ամբողջական կայսրություն է, այդ կայսրության մի կարևորագույն մասնիկն է Իսրայել։ Իսկ այստեղ այդ կայսրության մասնիկը Թուրքիան եւ Ադրբեջանն են, որոնց նրանք պետք է օգտագործեն Ռուսաստանի դեմ, պետք է օգտագործեն Իրանի դեմ եւ հետագայում, եթե այդ թուրքական պետությունների այսպես թուրանը այդ ստեղծվի, արդեն նաև Չինաստանին կարող են անցնել, բայց դրան դեռ ժամանակ կա։ Այս առումով շատ հետաքրքիր էր եւ արժի քննարկել այդ քրդական գործոնը, որովհետեւ դա կապված է ցամաքային ճանապարհով։ Այո, դա կապված է հենց իմ ասած այս ադրբեջանական գործոնի հետ։ Տեսեք, այս մի քանի օր է ասում են, թե արևմտյան լրատվամիջոցները, որ Թրամփը անձամբ նույնիսկ կապի մեջ է մտել իրանական
քրդական որոշ ռազմականացված այսպես կիսահաբեկչական, ապստամբական, ինչպես ուզում եք անվանեք, այդ ուժերի հետ եւ որոնք տեղակայված են հիմնականում Իրաքում, Իրաքի հյուսիս արևելյան շրջաններում, որպեսզի նրանք կատարեն հենց այդ իմ ասած ցամաքային զորքերի դերը ամերիկացիների փոխարեն, քանի որ ամերիկացիները չեն կարող ներխուժել Իրան, կկրեն շատ մեծ կորուստներ, հազարավոր զինվորներ կսպանվեն եւ դա Միացյալ Նահանգների ժողովուրդը չի ընդունի, հասարակությունը արդեն մեծապես դեմ են ըստ հարցումների այս պատերազմին եւ եթե կրեն ասենք 100, 200, 500 հոգի սպանված լինի, այնտեղ սարսափելի մեծ պատմություն կդառնա Թրամփի համար։ Ուրեմն նրանց պետք է օգտագործել տեղացի ինչ-որ ուժերին։ Հիմա քրդերին այս կողմից են փորձում օգտագործել, թե դա որևէ ես ձեզ անմիջապես կարող եմ ասել, եթե ժամանակ ունեն, կարող եմ բացել մի քիչ այս թեման, չի ստացվի եւ մյուս կողմից էլ ադրբեջանցիներին ի տարբերություն քրդերի ադրբեջանցիները չունեն ոչ թե ադրբեջանցիները, այլ Իրանի ազերիները, այսպես ասենք, թուրքախոս շիա, ուրեմն իրանցիները չունեն իրենց սեփական նմանատիպ կառույցները ռազմական։ Քրդերն ունեն, բայց ենթարկվեն իրանք, եթե չունեն, հենց դրա համար էլ ադրբեջանական բանակը ուժեղացրել են, որպեսզի ինչ որ մի պահի հրամայեն ադրբեջանական բանակին ներխուժի Իրան։ Եվ այնտեղ ինքը կստեղծի արդեն այդ ուժերը, կփորձի ստեղծել։ Այս Նախիջևանի հարձակումը ըստ ձեզ պարզապես ԱԹՍ-ի շեղում էր, թե էլի ինչ որ հերթական սադրիչ։ Սա երկու տեսակ կարող ենք բացատրել, քանի որ 100% Ադրբեջան, թե Ադրբեջանը կարող է ուզենա այդ իր ադրբետական երազանքն իրականացնել, այդ արևելյան Ադրբեջան կոչվածը։ Այստեղ ուրեմն փորձի մտնել։ Մենք կարող է, եթե տեսնի, որ իրավիճակը իր համար ծանրանում է, տեսեք, նա Իրանը խփեց այդ նավթի եւ գազի արտահանման բոլոր Եթե հաշվար գնայինք Ադրբեջանում, տեսեք, ասեմ ես հիմա տեղից, ուրեմն Հորմուզի նեղուցը եթե փակվում է, չի գնում դեպի արևմուտք, չի գնում համաշխարհային մյուս շուկաներ եւ հարված է հասցնում բոլորին, համաշխարհային տնտեսությանը, արևմուտքին, Միացյալ Նահանգներին եւ այլն։ Գները բենզինի բարձրանում են, դա եւ ճնշում է ստեղծում Թրամփի։ Հիմա բայց ադրբեջանական նավթը դեռևս շարունակում է գնալ Իսրայել, Բաքու-Ջեյհան նավթամուղով, որը ապահովում է Իսրայելի համար 40%։ Եվ նրանք այնտեղ մինչև պատերազմի սկսվելը նույնիսկ նրանց պետությանը կանգնած շատ մոտ վերլուծաբանները ասում են, որ մենք խփելու ենք բոլոր նավթի, գազի այն խողովակներին եւ բաներին, որոնք գնում են դեպի արևմուտք։ Հիմա բոլորին խփել են, Հորմուզի նեղուցը գրեթե հաստատիորեն փակ է, մի օր ասում են փակ է, մյուս օրն ասում են, չէ, հլկիսատ ենք փակել, բայց իրականում ամերիկացիներին արևմուտքին չեն թողում հասնել։ Մնացել է Բաքու-Ջեյհանը, պարզապես այստեղ մի խնդիր ունեն, եթե իրենք հարվածում են Ադրբեջանին, Ադրբեջանի նավթային ուրեմն ենթակառուցվածքներին, խողովակաշարին եւ այլն, դրանով իսկ հարվածում են Թուրքիային, Թուրքիան կարող է Թուրքիան որտեղ ֆեդերացիա է, էլի այսօրվա դրությամբ Ադրբեջանի հետ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ դրանով իսկ ՆԱՏՕ-ն կարող է արդեն իր բոլոր ուժերով գալ մտնել պատերազմի մեջ, այսինքն Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, որոնք այսօր հրաժարվում են անմիջականորեն օգնել, բայց այստեղ կասեն ՆԱՏՕ-ն մենք բայց Թուրքիայի տարածքում էլ ներողություն բռնեցին ԱԹՍ-ը, չէ։ Իրանն ասեց ես չէ։ Այստեղ էլ ասեց ես չէ, կարիք չկա։ Այստեղ այս հարվածը Նախիջևանի օդանավականին երկու կերպ կարելի է մեկնաբանել, բացատրել, մի տարբերակն այն է, որ քանի որ ուժերը ապակենտրոնացված են Իրանում, բավականին հրամանատարությունից անկախ են գործում։ Տեղական ինչ որ մի հրամանատար է որոշում ընդունել, ընդ որում եթե այդպիսի որոշում ընդունել է, դա նշանակում է, որ տեսել են իսրայելական, ամերիկյան ինչ որ ակտիվություն Նախիջևանում եւ Ադրբեջանում եւ որոշել են այո, եւ որոշել են հատվածներ։ Նման մի բան եղավ, որ հյուսիսից մտնում են եւ այլն, անցյալ տարվա հունիսյան 12-օրյա պատերազմի ժամանակ հաստատ մտել էին, բայց այս անգամ էլ 1-2 այսպիսի տեղեկություն եղավ։ Գուցե տեսել է եւ որոշել են հարվածել առանց կենտրոնի հետ համաձայնեցնելու։ Եվ երկրորդ տարբերակն այն է, որ նախազգուշացում է Ադրբեջանին
հենց կենտրոնից, որ մի արեք այդպիսի բան եւ Ադրբեջանին, եւ Թուրքիային, եւ Արևմուտքին, որ եթե դուք փորձեք այստեղից ինչ որ գործողություններ ծավալել Իրանի հյուսիսի դեմ, մենք հարվածելու ենք։ Մենք հիմա 100% չենք կարող ասենք այս երկու տարբերակներից որ մեկն է ճիշտը, բայց երկու տարբերակներն էլ մեզ համար մի բան են նշանակում, որ այս տարածաշրջանը եռում է, այս տարածաշրջանում ամեն վայրկյան կարող են սկսվել հենց մեր սահմաններին, կապած կամ գուցե մեր սահմաններ էլ մտնեն տարբեր ուժեր դրանք կարող են լինել թուրքական, ադրբեջանական, իրանական, հաշվի առնենք նաև այն փաստը, որ Ալիևը Երեկամտանգության խորհրդի նիստ էր արել եւ հայտարարեց, որակեց նախ որ սա Նախիջևանի հարձակումը ահաբեկչական ակտ է եւ այնտեղ առաջին պատրաստվածության վրա է իր զինուժը արդեն եւ սպասեք իմ հրահանգներին, այսպիսի բառեր են հնչել, ելույթ է եղել ամբողջական պատրաստության է բերել ամբողջ զինված ուժերը Իրանին կարող է լինել հարված Ադրբեջանից այս պարագայում ու դե բնական է չեմ կարող ասել մենք ինչ կշահենք, ինչ կկորցնի Հայաստանը նման զարգացումից։ Դա եթե եղավ հարված Ադրբեջանի նավթային արդյունաբերական համալիրին եւ այդ խողովակաշերերին եւ նավթային աշտարակներին եւ այլն, վերամշակման գործարաններին, ապա իհարկե Հայաստանը կշահի։ Եթե հարված եղավ Ադրբեջանի տարածքում գտնվող իսրայելյան կամ իսրայել-ադրբեջանական ռազմաբազաներին դարձյալ Հայաստանը բնականաբար կշահի։ Եթե այնպես որ սրանում երկու խոսք լինել չի կարող, պարզապես նույնիսկ այդ դեպքում վտանգները մեզ համար մեծանում են։ Որևէ այդպիսի փոխհրաձգության, չգիտեմ, կամ հրթիռակոծության դեպքում Հայաստանը դարձյալ հայտնվում է այսպես կրակի հիմա էլ է այդպես։ Դրա համար տեսեք, երեք Ադրբեջանը հայտարարել է, Ալիևը հայտարարել է զինված ուժերի ամբողջական պատրաստության բերելու, պատրաստականության վիճակի մեջ բերելու մասին, իսկ մենք այդպիսի քայլի չենք դիմել։ Հասկանում եք, մեզանում անվտանգության հարցերը մի տեսակ նահանջել են երրորդական, չորրորդական, հինգերորդական պլան, առաջի պլան են եկել ինչ որ քարոզարշավն է, չգիտեմ ուրիշ հարցեր են, խոսակցություններ են, այս սրանից բաժանվեց այն նրանից նրա հետ ամուսնացավ, նշանվեց։ Չէ, մեզանում ասում են խոճապ մի տարածեք, մենք ամեն ինչ անում ենք, մենք պարզապես խոճապ չենք տարածում, ԱԽ-նիստեր գումարում ենք, մենք տեղյակ ենք այդ ամեն ինչից, բայց մենք խոճապ չենք տարածում։ Այդ խոճապի մասին չէ խոսքը։ Խոճապի փափուկ բարձն է, հա։ Խոսքը հենց այո, այդ փափուկ բարձը ցավոք մեր ժողովրդի գլխի տակ շատ վաղուց են դրել, այդպես չի, ես որ ժամանակին 2000-ականներին, 98-ին, 2005-ին, 6-ին, 7-ին, 8-ին անդադ ասում էի, որ սա կարող է ավարտվել հենց այսպես էլ սցենարը հենց ասում էի, Արցախը գրավելու են, Արցախից հետո Սյունիքը հայտնվելու է անպաշտպան վիճակում, հետո գրավելու են, փորձելու են Սյունիքը եւ կրակոցներ են արձանագրել ժողովուրդը։ Այո, հիմա այն ժամանակ էլ էին ասում, ինձ ասում ես խոճապ է տարածում։ Բայց հերու էր այն հիմա ավելի մոտ է, հիմա գոնե արդեն անզեն աչքով է այդ ամեն ինչը երևում, էլի ասում են մի տարածեք խոճապ։ Էլ երկու տարածենք։ Եվ զորքը մտնում է։ Սա է։ Մնացածը, գիտեք, այդ Իրաքի քրդերի վերաբերյալ էլ ասեմ, որ այդտեղ հաջողության չեն ունենա, որովհետև նախ դրանք շատ թույլ են այդ ուժերը։ Իրաքում կան մի քանի 2-3 իրանական ապստամբական ուժեր։ Թվականակը փոքր է դրանց։ Հետո Իրաքում եղած ուժեղ քրդական միավորները, Փեշմերգան քրդական, որը արդեն իրենք ինքնավարություն ունեն, այնտեղ երկու ուժ կա հիմնական Թալաբանի եւ Բարզանի հրամանատարության ներքո, դրանք միասին են գործում, այս տարի նույնիսկ պետք է իբր միավորեին իրենց ուժերը, մի բանակի պես բան ստեղծեին։ Նրանք շագրգռված չեն մտնելու Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ, որովհետև այդ դեպքում նախ իրենք են ենթարկվել ուժգին հարվածների իրանական։ Կարող է ենթակառակ Իրանը մտնի այդ տարածք գրավի, ոչ թե իրենք կարողանան մտնել այնտեղ գրավել։ Մյուսը ոչ Իրաքի կենտրոնական իշխանությունն է դա խրախուսելու, ոչ էլ նույնիսկ Թուրքիան է դա ցանկանալու, որովհետև Իրանում բնակվում է տարբեր հաշվարկներով, ասենք մոտավորապես 8-ից մինչև 12-13, երբեմն ավելի բարձր թվեր են ասում քուրդ,
Այդ քրդական տարածքում եթե փորձեն ստեղծել հերթական ինքնավարությունը կամ պետությունը, սա թուրքերի համար անընդունելի է, քանի որ դա կարող է օրինակ ծառայել արդեն Թուրքիայի քրդերին, որոնք ապրում են Արևմտյան Հայաստանի եւ մի քիչ ավելի լայն վերցրած տարածքում։ Թուրքիան էլ մեծ թուրանով կսկսի արդեն։ Թուրքիան նույնպես իր ռազմավարական ծրագրով այո, այնպես որ այդ քրդերին վրա հաշվարկ դնելը եւ այսպես աշխարհով մեկ ասելը թե կմտնեն, կգրավեն, այս կանեն, մի դեպքում կարող էին նրանք մտնել եւ ինչ որ խժդժություններ լուրջ լինել, եթե տեղական քրդական բնակչությունը ապստամբեր։ Բայց այսօրվա դրությամբ այդպիսի բաներ չեն նկատվում, նման մի ապստամբություն եղել է 1979 թվականին, երբ եղավ իսլամական հեղափոխությունը, մոտ 2-3 տարի ընդհանուր մինչև 1979-ից մինչև 83 թվականը տևեցին կռիվները, այնտեղ 2-3 քաղաք քրդերը գրավեցին այդ ժամանակ, Մահաբադը, Սանանդաջը եւ եւս մի քանիսը, հետո արագ նրանց դուրս մղեցին, պարտիզանական պատերազմը եւս շարունակվեց մինչև 83 թվական, իդեպ 84-ից սկսվեց արդեն Թուրքիայում, տեսեք սրանք կապված հարցեր են, 84-ին էլ այն Աբդուլլա Օջալանի քրդական բանվորական կուսակցության զինյալները սկսեցին, այո, չէ, այդպես մի ասեք, այնպես չի որ զենքերը դրել են, հայտարարել են որ զենքերը դրել են, այսօրվա դրությամբ այսպես զինադադարի վիճակ է, բայց ամեն վարքյան կարող է նորից բռնկվել, այդ նույն քրդական բանվորական կուսակցության ուժերը ներկա են եւ Թուրքիայում կան քնած վիճակում եւ Իրաքի հյուսիսում արդեն ոչ քնած վիճակում։ Եվ մի բան էլ հիշենք, քրդերին Միացյալ Նահանգները դավաճանեց Սիրիայում, արդեն իրենց աչքի առաջ է։ Իդեպ Խորհրդային Միությունը դավաճանեց ավելի վաղ, 1946 թվականին, կարծեմ, 45-46-ին ստեղծվեց այդ Մահաբադի մի հանրապետություն կար, հենց ստեղծեց, քանի որ խորհրդային զորքերը գրավել էին 41 թվականից սկսած հյուսիսային մասը Իրանի, այնտեղ ստեղծեցին երկու հանրապետություն, մեկը քրդական, մեկը ադրբեջանական, բայց ենթարկվելով արևմուտքի ճնշմանը սովետական զորքերը հեռացան, այս հանրապետություններն էլ շատ արագ լուծարվեցին, որտեղ իրանական զորքերը մտան, այնտեղ բոլորին պատժեցին, կախաղան հանեցին, մնացածը փախան ղեկավարները եւ այլն, այնպես որ սա չի լինի եւ մի բան էլ ասեմ այստեղ կարեւոր, որ եթե քրդական նմանատիպ մի ապստամբություն լինի, վտանգ կա, որ արդեն Իրանի հյուսիսում քրդերն ու ադրբեջանցիները միմյանց հետ կարող են կռվել, նման բան կատարվեց հենց 1979-80 թվականներին, հենց այդ քրդական ապստամբության ժամանակ մեծ բախումներ եղան քրդերի եւ ազերիների միջև։ Ազերիները ավելի պրոիրանական էին, կենտրոնական իշխանությանը ավելի հավատարիմ էին, այո։ Պարոն Այվազյան, եթե ամփոփենք իրականում, որ ժամանակը արդեն սպառվել է, ինչ ռազմավարություն ենք տեսնելու առաջիկայում, ավելի շատ էլի այսպիսի հյուսիչ պատերազմ, որը կվարի հենց Իրանը, այսինքն թելադրողը Իրանը կլինի, իրականում պաշտպանվում է, բայց ոնց հասկանում ենք ավելի շատ հենց թելադրում է արդեն պատերազմի ուղղությունը, որովհետև հյուծվում է Ամերիկան, Ամերիկայի ամբողջ զինանոցը արդեն չգիտեմ ինչ ծավալի վրա է։ Գիտեք, երկու ուժերն էլ հյուծվում են նման պատերազմում, բայց չեմ կարծում թե Միացյալ Նահանգներում լավ էին հաշվարկել, գոնե քաղաքական ղեկավարությունը, որտեղ ռազմականը կարծես թե հասկանում էր բարդությունները, այնտեղ մեկին էլ ազատեցին, գլխավոր շտաբի ղեկավարներից մեկին ազատեցին աշխատանքից, որտեղ դեմ էր հանդես գալիս այս օպերացիային։ Երկուսն էլ հյուծվում են, բայց ով ավելի երկար կդիմանա։ Ես հակված եմ կարծելով, որ Իրանը դեռ շատ երկար կդիմանա, որովհետև նրա այդ պաշարները հրթիռների գտնվում են գետնի տակ, այդ ահռելի տարածքում, որ Իրանը զբաղեցնում է, եվրոպական խոշորագույն մի քանի պետություն, որ իրար կպցնենք, մի հատ Իրան կանի, գրեթե 90 միլիոնանոց էր։ Ուրեմն եւ այդ տարածքով իհարկե Իրանի ենթակառուցվածքները ոչնչացվում են, հերթով ոչնչացվում են, մեծ ավերածություններ են կատարվում, բայց դա չի նշանակում, որ Իրանը կպարտվի։ Գազան փոքրիկ տարածք էր, 3 տարի Գազայի դեմ պատերազմ մղեցին, նույնիսկ այսպես ցամաքային ներխուժում իրականացրեցին եւ մինչեւ վերջ գրեթե չեն կարողացել ճնշել։ Մինչև այսօր էլ ամբողջությամբ չեն ճնշել եւ ոնց են ճնշելու Իրանին հաղթելու միակ տարբերակը ներքին
պայթյունը պետք է լիներ իրենց հաշվարկով, որ պետք է փոքրամասնությունները ապստամբեին, քաղաքական ընդդիմադիր ուժերը ապստամբեին, եւ այլն, դա չի ստացվում եւ չեմ էլ կարծում թե առաջիկայում կստացվի, այսինքն հիմա մեծ ավերածությունների է ենթարկվում Իրանը, բայց միաժամանակ նաեւ Իսրայելն է մեծագույն հարվածներ ստանում եւ նաեւ Միացյալ Նահանգները, տեսեք, Միացյալ Նահանգները ի տարբերություն Իրանի կարելի ասել կրել է տարածքային կորուստներ։ Ամերիկյան ռազմաբազաները դատարկ կամ կիսադատարկ վիճակում են։ Ամերիկյան այդ ծոցի երկրներում գտնվող բազմաթիվ բազաները Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Քաթարում, Բահրեյնում, այնտեղ իրենց գլխավոր հրամանատարություններն են։ Գիտեք, Քաթարում գտնվում է Սենտկոմի հրամանատարությունը, որը ամբողջ այս եվրասիական տարածաշրջանով բանով ամենամեծ հրամանատարություն է, ամերիկանում տարբեր այսպես շտաբեր, այդ որ ասում եմ հրամանատարություն շտաբը ասեմ, այդ Սենտկոմի շտաբը գտնվում է Քաթարում, իսկ Ամերիկայի ռազմածովային դարձյալ այդ ուղղության շտաբը գտնվում է Բահրեյնում, այդ երկու ռազմաբազաներն էլ ամեն օր հարվածներ են ստանում եւ գրեթե կամաց դառնալու են անգործունյա, ռադարներն են ոչնչացվել այնտեղ, մի ռադարը 1 միլիարդ 100 միլիոն դոլար արժողության էր, արդեն առնվազն 3 F-15 հարվածային կործանիչներ են խոցվել այս կամ այն ձևով, ասում են իբր բարեկամական Քուվեյթի կողմից կրակ է եղել, Իրանն ասում է ես եմ խփել, կարևոր չի, եթե անգամ Քուվեյթը խփածնի դարձյալ իրանական գործողությունների արդյունքում է եղել, ամեն մեկը այդ ինքնաթիռներից 100 միլիոն դոլար արժողություն ունի, այսինքն նավթային հանքերն են ռմբակոծում, նավթային վերամշակման գործարանները կանգ են առել, հեղուկ գազը Քաթարում, որ արտադրվում էր համաշխարհային, ուրեմն արտադրության այդ կարևորագույն վառելիքի 20%-ն էր տալիս Քաթարը, ամբողջությամբ կանգ է առել, այսինքն նույնիսկ Հորմուզի նեղուցը եթե բաց լինի, այնտեղ չի արտադրվում, մինչև վերագործարկեն, չգիտեմ ինչ անեն եւ այլն ժամանակ է անցնում, սա շատ արագ խփում է միջազգային ամբողջ առևտրին եւ խփում է համաշխարհային տնտեսությանը, տեսնում ենք, որ վառելիքի գները ամեն օր բարձրանում են, Եվրոպայում են շատ բարձրացել, կարծում եմ մեզ էլ դա կհասնի շատ շուտով, արդեն Հայաստանին էլ կհասնի, բենզինի գներով կտեսնենք եւ այլն, այնպես որ Իրանի հարվածները շատ ցավոտ են եւ այդ պետություններում մեծ դժգոհություն կա, հաղորդման սկզբում ասացի, Միացյալ Նահանգների դաշնակիցները մեծապես հիասթափված են Միացյալ Նահանգներից, մինչդեռ Իրանի դաշնակիցները մտել են խաղի մեջ, Լիբանանյան Հեզբոլահն է մտել արդեն պատերազմի մեջ եւ իր կողմից է մեծ վնասներ հասցնում, թե Իսրայելն էլ փաստորեն Լիբանանում կատարում է այն նույնպիսի ցեղասպանական գործողություններ, ինչպիսին կատարում էր Գազայում, երեք հրամայել է Բեյրութի, չգիտեմ, 1/3-ն է թե որքանն է, արդեն ասում է պետք է այստեղ ոչնչացնել, դուրս եկեք այս տարածքից, հազարավոր մարդիկ դուրս են եկել, այսինքն մեծ պատերազմ է Իրաքի, Իրանամետ ուժերն են, տասնյակ հազարավոր մարդիկներ ունեն այնտեղ, մտել են խաղի մեջ, ռմբակոծում են եւ ամերիկյան ռազմաբազաները եւ քրդական այդ ուժերին եւ նաեւ Եմենի Անսարուլլա, ուրեմն հուսիտների խոշոր այդ պետություն կազմավորումը, նրանք պատրաստ են ամեն վայրկյան մտնելու խաղի մեջ, նրանք եթե մտնեն, նրանք էլ փակելու են մյուս կարևորագույն նեղուցը Բաբել Մանդեբի ուրեմն նեղուցն են փակելու, որը տանում է Կարմիր ծովով դեպի Սուեցի ջրանցք, այնպես որ այդ Հորմուզի նեղուցը փակվելով, Բաբել Մանդեբի նեղուցը փակվելով, Սուեցի ջրանցքի անգործունյա դառնալով, համաշխարհային տնտեսությունը Իրանը կարողանալու է, այո, այնպիսի ցնցումների ենթարկել, որը ստիպելու է Միացյալ Նահանգներին դադարեցնել այս պատերազմը։ Իսկ եթե այս պատերազմը դադարեցվեց հենց այսպիսի մի իրավիճակում, երբ Իրանը չի պարտվել, ապա դա նշանակելու է Իրանի հաղթանակ, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պարտություն։ Բայց մինչ այդ մենք դեռ ժամանակ ունենք եւ պետք է հետևենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։ Շնորհակալ եմ, պարոն Արգասյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Շարունակեք հետևել մեզ Facebook-ում, YouTube-ում, միացեք մեր Patreon-ին, շաբաթվա անցուդարձից առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։